Ինչպես է գնահատում իշխանության վերջին գործողությունները հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Ողորմելիների գործողությունները միանշանակ ողորմելի արարքներ է, ցավոք սրտի սպասելի էր, որովհետև արդեն լրիվ բացահայտված են իրանք ու պարզ է իրանց ճղճիմությունն ու իրանց ոչնչությունը, ցավոք հարվածները իրոք շատ ցավոտ տեղ է, մեր սրբությանն է ուղղված այդ հարվածները, բայց փառք Աստծո տունը միշտ անսասան է, այդ առումով մենք հանգիստ ենք ու մենք խնդիր չունենք։ Իսկ պատմության որ ժամանակահատվածի հետ կարող ենք համեմատականներ տանել այս իրավիճակը, երբ հոգևորականներն են այսպես զանգվածային ձերբակալությունների ենթարկվում, նրանց փորձում են բռնի ուժով լռեցնել, որ ժամանակահատվածի Պատմության ամենավերջի թարմ տարբերակը հենց հիմա այդ հուշարձանի մոտ ենք կանգնած 1937 թվականի հալածված հոգևորականների հուշաքարի մոտ ենք կանգնած։ Այնպես որ սա առաջին դեպքը չէր, տա Աստված վերջինը լինի, բայց դրա համար պետք է հավատավոր ժողովուրդն իր հավատի առաջ արժանի լինի, որ անսասան լինենք։ Այսինքն ինչ որտեղ նաև մեր թերացումն էլ կա այս ամեն ինչի մեջ, եթե մենք մեր հավատի առաջ մի փոքր թերահավատությամբ ենք մոտեցել, դրա համար էլ չարը այսօր գործում է։ Պարոն Խաչատրյան, Էջմիածնում տեսանք, որ դիմադրության արժանացան ԱԱԾ-ականները, առհասարակ ներքին զորքը, ինչ ցույց տվեց այդ ժողովրդական ապստամբությունը իշխանություններին։ Բերեք այդպես ապստամբությունով չգնահատեմ, այլ երկու բան ասեմ, առաջինը խաչի զորության դեմ իրենք անզոր գտնվեցին, այսինքն Աստծո օծյալ հոգևորականների առաջին հերթին անզոր գտնվեցին, որովհետև այդ նույն հավատացյալ ժողովուրդը ճիշտ է այդտեղ էր, բայց իրենց առաջնորդում էին հոգևորած դասը, առանց հոգևորած դասի գուցե եւ հավատացյալ ժողովուրդը հաջողության չհասներ, հետեւաբար առաջինը, որ իրենք անզոր գտնվեցին խաչի զորության առաջ, Աստծո օծման առաջ, եւ երկրորդը նաեւ դրական կարող եմ ասել այդ համազգեստավորների մեջ կային շատ շատերը, ովքեր միջները վախ կար, որովհետեւ հասկանում էին, որ գիտակցում էին, թե ինչի դեմ էին դուրս գալիս ու իրենց մոտ այդ տատանումը շատ մեծ նշանակություն ուներ ու այդ նաև մեծ պատճառ եղավ, որ իրենք վերջնականապես մինչև վերջ գրոհեցին, նահանջ ունեցան։ Էդ էլ է իհարկե աստվածային զորության հաղթանակն է միանշանակ։ Ու այդ ամեն ինչը հստակ ապացուցում է, որ կոնկրետ այստեղ չարը պարտված է արդեն, ոչ թե պարտվելու է, այլ արդեն պարտված է։ Բայց չեք կարծում, որ այդպես միանշանակ չենք կարող պնդել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է իր հրեշային ծրագրերից, այսինքն Բեհարանի գրոհումից, ձերբակալումից, կաթողիկոսի։ Տեսեք, աշխարհում ինչքան ժամանակահատված էլ անցնի, սատանեն երբեք չի հրաժարվի Աստծո ստեղծած հոգիները փախցնելու մտքից։ Հետևաբար այդ ճղճիմ ներից առան ինքը չի կարող հրաժարվել, որովհետև ինքը նախ ոչինչ է, թեկուզ ների առաջ էլ է ինքը ոչինչ, որովհետև արդեն ծախված է, իր հոգին ծախել է սատանին, ինքը արդեն ոչինչ չի որոշում, ինքը ուղղակի կամակատար է։ Հետևաբար ինքը չի կարող հետ նահանջ ունենալ, ինքը մինչև վերջ գնալու է, ու այդ իր վախճանն է, հոգևոր վախճան կա համարեք, թե ինքը արդեն իսկ մեռած, ինքը դիակ է, մահ ինչ է նշանակում, մարմին առանց հոգի, ինքը հոգի չունի, արդեն մահացած է ինքը, իսկ մնացած իր վախճանը հենց ներն էլ խլելու է իրենից, որովհետև ները օգտագործելուց հետո ոչնչացնում է հենց իր ծառաներին, ու ինքը այդ բախտին է արժանանալու։ Իսկ ինչ վերաբերվում է հաջորդիվ քայլերին, ցավոք սրտի մենք էլ այդ մտածմունքը ունենք, այդ վախ չէ, նախազգուշացումը ունենք, որ նմանատիպ քայլեր էլի են լինելու, ավելի փետար բաներ էլ կարող է եւ լինել, բայց պատրաստ ենք, Աստծով պատրաստ ենք ամեն ինչի։ Սա քրիստոնեական պատերազմ է, ու այս պատերազմը ավարտվելու է։ Տա Աստված շուտապույտ ավարտվի, ու տա Աստված մեղմ կորուստներով ավարտվի։